Գոյամարտ սերիալի շուրջ ձևավորվող հետաքրքրությունը շարունակում է աճել և դերասանական կազմի հերթական բացահայտումը կրկին խոսում է նախագծի անակնկալներով լի լինելու մասին։ Այս անգամ հայտնի դարձավ, որ սերիալում կնկարահանվի նաև երիտասարդ ու արդեն ուշադրություն գրաված դերասանուհի Էլիզ Մելիքյանը։ Էլիզ Մելիքյանի համար լայն հեռուստադիտողին ճանաչելի դառնալու ճանապարհը սկսվեց հենց Դիանա Գրիգորյանի «Վերջին զանգը» սերիալից։ Այդ նախագիծը նրա համար դարձավ յուրօրինակ դեբյուտ, որտեղ դերասանուհին կարողացավ իրեն ներկայացնել բնական, անկեղծ և հիշվող կերպարով։ Թեև նրա կերպարի սյուժետային գիծը սերիալում ավարտվեց, Էլիզ Մելիքյանը հետագայում նշել էր, որ այլևս չի պատրաստվում հանդես գալ հեռուստասերիալներում, կարծես փակելով այդ էջը իր կարիերայում։ Սակայն Գոյամարտը դարձավ բացառություն, և հենց այս բացառությունն է, որ առավել հետաքրքիր է դարձնում նրա վերադարձը։ Ի ուրախություն դերասանուհու երկրպագուների, Էլիզ Մելիքյանն այսօր պաշտոնապես հաստատեց իր մասնակցությունը Գոյամարտ սերիալում, հրապարակելով լուսանկարներ և կցելով խոսքեր, որոնք միայն խորացնում են ինտրիգը։ Այն, ինչին ականատես կլինեք, շշմելու է նոր պատմություն, նոր դեր, նոր կյանք գրել է դերասանուհին։ Այս խոսքերը հուշում են, որ Էլիզ Մելիքյանն այս անգամ ներկայանալու է բոլորովին այլ կերպարով, հեռու իր նախորդ լուսավոր ու մեղմ կերպարից։ Գոյամարտում նրան սպասվում է ավելի խորքային, գուցե հակասական, գուցե ցավոտ դեր, որը կպահանջի նոր արտահայտչամիջոցներ և դերասանական հասուն մոտեցում։ Հատկապես ուշագրավ է այն փաստը, որ դերասանուհին վերադարձ է անում հենց այն նախագծում, որտեղ դերասանական կազմի մեծ մասը Դիանա Գրիգորյանի փորձված թիմն է։ Սա նշանակում է, որ նրա կերպարը լինելու է ոչ երկրորդական, այլ մտածված ու կարևորողակ ընդհանուր պատմության մեջ։ Այստեղ պատահական վերադարձներ չկան։ Գոյամարտում յուրաքանչյուր կերպար ունի իր առաքելությունը։ Էլիզ Մելիքյանի վերադարձը նաև խոսում է սերիալի ներգործության ուժի մասին։ Եթե դերասանուհին, ով հայտարարել էր սերիալներում այլևս չնկարահանվելու մասին, փոխում է որոշումը, ապա դա նշանակում է, որ սցենարը, կերպարը և պատմության առաջարկն իսկապես արժանի են եղել այդ քայլին։ Գոյամարտը շարունակում է ձևավորվել որպես սերիալ, որը միավորում է փորձառու, սիրված դերասանների և երիտասարդ, բայց խոստումնալից անունների։ Այդ համադրությունը ստեղծում է կենդանի, շնչող աշխարհ, որտեղ յուրաքանչյուր կերպար բերում է իր պատմությունը, իր ցավն ու պայքարը։ Էլիզ Մելիքյանի համար սա նոր փուլ է, նոր փորձություն և նոր հնարավորություն, իսկ հեռուստադիտողի համար հերթական պատճառը սպասելու Գոյամարտի եթերին մեծ հետաքրքրությամբ, և եթե հավատանք դերասանուհու խոսքերին, ապա առաջիկայում իսկապես մեզ սպասվում է մի բան, որը շշմեցնելու է։ Հիշեցնենք, որ Էլիզ Մելիքյանին և նրա կրտսեր քրոջը մանկատնից որդեգրել է հայտնի հաղորդավար Արամ Մելիքյանը։ Էլիզն ավելի վաղ տեղեկացրել էր, որ պատրաստվում էր հունիսին նշանվել, հետո պարզ դարձավ, որ նա բաժանվել է սիրելիից ու որոշել է ապրել առանձին ընտանիքից։ Ես շատ հարցերի պատասխաններ չունեի դրա համար, ամեն ինչ միաժամանակ եղավ, թե բաժանումը, թե տեղափոխվելը, բայց տանից տեղափոխվելը վաղուց որոշում էր, բաժանման հետ կապ չունի, ասել է նա Life-room-ին տված հարցազրույցում։ Էլիզը շատ փակագծեր չի բացել, հիմնավորելով իր համար ծանր թեմա է։ Միայն կասեմ, որ երկուսս էլ որոշել ենք և եկել այս որոշման, այսինքն իրավիճակներ կան, որ հասկանում ես սա էր ճիշտ։ Ժամանակ է գալիս, որ հարաբերությունները սառում են, այս անգամ վերջակետն է, հաստատ։ Որոշումը եկավ ժամանակի հետ, խնդիր կար, բայց երբ ամեն ինչ լուրջ է, չես մտածում, որ այդ խնդիրը կարող է ինչ-որ ազդեցություն ունենալ։ Եկանք հասանք մի կետի, որ հասկացանք՝ այդ խնդիրը չլուծվող է։ Խնդիրը երկուսիս կողմից է եղել, մենք բնավորություններով շատ նման ենք իրար։ Փորձում եմ չվերադառնալ անցած թեմային, անցած է ամեն ինչ, մենք իրար կբարևենք, միասին աշխատել ենք 3 տարի։ Կարծում եմ ցանկացած իրավիճակում մարդկային շփումը պետք է առաջնային լինի։ Մենք չենք նեղացրել իրար, երկուսս էլ եկել ենք հայտարարի, եղել է մեծ սեր, դժվար է ապրել, դժվար է ոտքի կանգնել։ Ես ունեմ որոշումներ ու դրանց համար պետք է պատասխան տամ, նշել է նա, ավելացնելով, որ գուցե այս թեմայով տարիներ հետո ավելի անկեղծ խոսի։ Գոյամարտում նրա մուտքը ամենայն հավանականությամբ կլինի անսպասելի և շրջադարձային, այն կերպարներից, որոնք հայտնվում են
Դիանա Գրիգորյանի սերիալներին հատուկ է կանացի կերպարների ուժեղ, երբեմն նույնիսկ կոշտ ներկայացումը։ Էլիզ Մելիքյանի համար սա կարող է դառնալ այն դերը, որտեղ նա վերջապես կբացահայտվի ամբողջ խորությամբ։ Նոր դեր, նոր կյանք արտահայտությունը հուշում է ներքին վերափոխման, հոգեբանական բարդ ճանապարհի մասին, որը հեռուստադիտողը կանցնի նրա հետ միասին։ Հատկապես հետաքրքիր է նաև այն փաստը, որ գոյամարտում կանանց կերպարները երկրորդական պլանում չեն լինի։ Նաև հեռուստասերիալը ինչ-որ կերպ սպորտի հետ է կապված։ Նրանք ոչ միայն ուղեկցելու են տղամարդկանց պայքարին, այլ հաճախ հենց իրենք են դառնալու այդ պայքարի շարժիչ ուժը։ Էլիզ Մելիքյանի հերոսուհին կարող է լինել այն կանանցից մեկն, ով ստիպում է հերոսներին վերանայել իրենց որոշումները, կանգնել ճշմարտության առաջ կամ գնալ մինչև վերջ։ Սերիալի ընդհանուր տրամաբանության մեջ նրա կերպարը կարող է բերել հակասություն խաղաղության և քաոսի, հույսի և հիասթափության մեջ։ Երբեմն հենց նման կերպարներն են դառնում ամենահիշվողները, որովհետև նրանք չեն տեղավորվում հստակ ձևաչափի մեջ։